Բարև ձեզ հարգելի ակնթիռներ, հայրենիք լրատվական կենտրոնեն գաղորդենք լուրերը։ Միացյալ Նահանգներու արտաքին գործոս նախարարությունը հայտարարեց, որ մինչև տարեվերջ ամերիկյան կառավարությունը առաջին աշխատանքային խումբը պիտի ստեղծե Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Արտաքին գործոս նախարարությունը ողջունեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ընթացող երկխոսությունը եւ գործնական կայլերը սահմանազատման, ականազերծման եւ Թրամփի ուղիղին աջակցության համար ենթակառույցներու զարգացման գաբակցաբար։ Նախարարությունը նաեւ բարձր գնահատեց իր դարածքով Հայաստան բեռներու փոխհատուցությունը արդոնելու Բաքուի վերջին որոշումը, ինչպես նաեւ երկու երկիրներու քաղաքացիական հասարակություններուն ներկայացուցիչներուն հանդիպումը, որ գայացավ Երևանի մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան համոզում հայտնեց, որ Թուրքիո հետ դիվանագիտական հարաբերություններու հաստատումը եւ սահմանին բացումը միայն ժամանակի հարց է, որովհետեւ ներկայիս որևէ էական խոչընդոտ չկա։ Ըստ Փաշինյանի, հայ եւ թուրք հարաբերություններուն ղեկավարումը պիտի կայանա, սակայն երբ եւ որքան արագ ասիկա այլ խնդիր է։ Արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյան նախապես հայտարարած էր, որ Թուրքիո հետ կկատարվի աշխույժ երկխոսություն, որ շատ շոշափելի արդյունքներ պիտի ունենա։ Սակայն պետք է շեշտել, որ ցարտ բոլոր համաձայնությունները, որոնք կվերապերին երրորդ երկիրներու քաղաքացիներու եւ դիվանագիտական անձակիր ունեցող անձերու դիմաց սահմանի բացման եւ անի գամուրջին վերանորոգման կմնան թուղթի վրա եւ ոչինչ իրագործված է։ Թուրքիո իշխանությունները կկոհանան միայն հայտարարություններով, բայց գործնական ոչ մեկ քայլի կդիմեն։ Պաշտոնական Երևան արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյանի միջոցով Ադրբեջանի եւ Թուրքիո նախագահներ Իլհամ Ալիևի եւ Ռեջեփ Էրդողանի բանավոր հրավերներ ուղեց մասնակցելու համար Երևանի մեջ 4 մայիս 2026-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի վեաժողովին։ Միրզոյան հայտարարեց, որ գրավոր հրավերները Բաքու եւ Անկարա դակավին չեն ուղարկված, ավելցնելով, որ մանրամասնությունները քննարկելու առիթ դակավին չէ ստեղծված։ Նաեւ հստակ չէ, եթե Ալիև եւ Էրդողան Երևան պիտի ժամանեն Եվրոպական վեաժողովին մասնակցելու համար։ Հայաստանի ազգային ժողովի մեջ Եվրանես խորհրդարանական վեաժողովի լիակումար նիստին նաեւ իրենց մասնակցությունը բերին թուրք խորհրդարանականներ։ Թուրքական պատվիրակության նախագահ Իսմայիլ Էմրա Քարայել իր խոսքի մեջ հիշեց Թուրքիո Հանրապետության օրը, հայտարարելով, որ 29 հոկտեմբերին լրացավ Թուրքիո Հանրապետության հիմնադրության 102-ամյակը։ Դեղին է նշել, որ թուրք երեսփոխաններ Իսմայիլ Էմրա Քարայել եւ Բուրհան Քայաթուրք հանդիպում ունեցան ազգային ժողովի արտաքին հարաբերություններու հանձնախումբի քբեական նախագահ Սարգիս Խանդանյանի հետ։ Երևանի մեջ հայ փորձագետներու հետ գլոր սեղանին մասնակցած ազերիները Երևանի Հանրապետության հրապարակին վրա սպոսնեցան եւ ապա հրապարակեցին լուսանկարը, որուն տակ քրությունը բավարար է հասկանալու համար Ադրբեջանի իշխանություններուն եւ անոր գործիքներուն վերածված քաղաքական թե հասարակական գործիչներուն թաքուն նպատակները։ Լուսանկարին տակ գրված է. Երևանը միշտ Ադրբեջան է։ Նշենք, որ ազերիական պատվիրակության անդամները հանդիպում ունեցան նաեւ Հայաստանի ազգային ապահովության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, որ կովապանեց կազմակերպված գլոր սեղանը։ Կառավարությունը միայն 4 վայրկյան քննարկում կատարել է ետք
հավանություն տվավ զինվորական բարդատի ծառայությունը 6 ամիսով գրջադելու պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի ներկայացուցած նախագիծին, որ անմիջապես ազգային ժողովի փոխանցվի վավերացնելու համար։ Ընդդիմությունը կառավարության այս որոշումը կհամարե նախընտրական քայլ։ Ազգային ժողովին մեջ կայացած Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեաժողովի պատգամավորներու նիստին ընթացքին շենքին մուտքին դիմաց կատարվեցավ երիտասարդական բողոքի հավաքումը, որուն մասնակիցները եվրոպացի խորհրդարանականներեն պահանջեցին լրությունը խզել Հայաստանի մեջ արձանագրվող զարգացումներուն վերաբերյալ, զսկուշացնելով, որ այլապես Եվրոպացի խորհրդարանականներուն լրության քինը Հայաստանի մեջ քաղաքական բանդարգալներու թիվին հավելումը պիտի ելնա։ Նշվեցավ, որ ով կմերժե Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղեկիցը կբանդարգվի։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյան գոչրավ հստակ գնահատականներ տալու եւ վերջ տնելու իշխանություններուն գործելավոճին։ Հայաստանի ազգային ժողովի մեջ կայացած Եվրանեստի խորհրդարանական վեաժողովին ընթացքին պատգամավորներ Արթուր Խաչատրյանի, Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի եւ Եվրոխորհրդարանի ընկերվարական երկու պատգամավորներու կողմէ ներկայացվեցավ փոփոխության առաջարկը ապահովելու համար արցախցիներու Արցախ վերադարձը։ Սակայն ԿԲ-ական պատգամավորները թեմ կվեարկեցին այս առաջարկին։ Անոնք նաև աշխատանք դարին, որպեսի համոզեն եվրոպացի պատգամավորները, որպեսի անոնք ալ թեմ կվեարկեն։ Այսպիսով ԿԲ-ականները ցաղողության մատնեցին Արցախայության վերադարձի ապահովման վերաբերյալ խորհրդարանական նախաձեռնությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն բնդումը, թե Հովհաննավանկը կառավարության հաշվեկշռի մեջ կգտնվի, ճիշտ չէ, որովհետև գալվածներու քրանցման կետրոնին կադաստրին կողմէ դրված գալվածատուղթին համաձայն Հովհաննավանկը եւ անոր հարագից բոլոր շինությունները կպատկանին Մայր Աթորին։ Քրանցումը կատարված է 25 մարտ 2005-ին։ Հովհաննավանկը վերածվեցավ Փաշինյանի կողմէ հայ եկեղեցվո դեմ շղթայազերծված արշավին գիզագետին, երբ գարկալույց քահանան բادرակ մատուցեց Փաշինյանի եւ ԿԲ-ական մարզպետներու, պատգամավորներու եւ այլ պաշտոնատարներու մասնակցությամբ։ Փաշինյան նույնիսկ հաղորդությունը ստացավ գարկալույց քահանային։ Դեղին է նշել, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին իբրև Հովհաննավանկի եւ այլ շարք եկեղեցիներու ու վանկերու դարածքներու եւ շինություններու օրինական սեփականադեր ունի Հայաստանի սահմանադրությամբ պաշտպանված իրավունքներ։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան Զվարթնոց օտագայան էջ կատարած օտանավին մեջ ցերպակալվեցավ։ Անտադարանին կողմէ մեղավոր հրճակված էր 2018-ին ցուցարարներու նկատմամբ զենքով բռնություն գործածելու համար, դատապարտվելով 6 տարի եւ 3 ամիս բանդարգության։ Համբարձումյան ընդդիմադիր բադիվ ունեմ խմբակցության վարչապետի տեխնատուն է։ Հայտարարվեցավ, որ ան պիտի շարունակե մնալ վարչապետի տեխնատու Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելու բարակային։ Հայ երիտասարդաց դաշնակցության, համազգայինի եւ հայկական մշակութային ընկերակցության Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի մասնաճյուղերուն նախաձեռնությամբ Նյու Յորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցվո մեջ կայացավ լուր աջուրդ եւ համերգ, որոնց հասույթը պիտի դրամատրվի հայրենիք մեդիային եւ արցախցի գեղանկարիչներու։ Աջուրդին ավարտին գազագերբիչներուն անունով խոսք առնելով
Անետ Ջիվելեգյան շնորհակալություն հայտնեց եկեղեցու հոգևոր հովիվին, հոգապարծության եւ բոլոր ներկաներուն, որոնք աջուրտը հաջողությամբ պսակեցին։ Այնուհետև Արցախցի ազատամարտիկ երգիչ Արթուր Խաչենց հանդես եկավ ազգային հայրենասիրական երգերով։ Հայօգնության միության հիմնադրության 115-ամյակը մեծ շքով նշվեցավ Երևանի մեջ։ Ձեռնարկներու եւ գետնական հացության իրենց մասնակցությունը բերին դարբեր երկիրների Հայաստան ժամանած հարյուրավոր հոմականներ։ Ձեռնարկներու շարքին եղան Հոմի հիմնադիր Ագնունի Գիսանտրիին բացման արարողությունը, Հոմի առաքելության դարբեր բնակավարները լուսարձակի դակ բերող սեմինարը, Արցախահայ ընտանիքներու բնակարան դրամատրող հույսի օջախներ ծրագրին առաջին 10 բնակարաններուն հանձնման հանդիսությունը, Հոմի մոր ու մանկան գետրոն այցելությունը, Սուրբ Էջմիածին այցելություն, 100 ուսանողներու տրամական բարգևներու հանձնման ձեռնարկը, Պաշտոնական գալա ընտրիկը եւ 115-ամյակի ողջույն գետնական հանդիսությունը, որուն ընթացքին իրենց վաստակին եւ փեղուն գործունեության համար բարգեւադրվեցան վետերան հոմականներ Հասմիկ Դերդերյան, Անժել Մանուկյան եւ Շակե Բասմաջյան։ Իսկ Հոմի Արարատ մրցանակը հանձնվեցավ Ազնավուր հիմնարկին։ Հոմի Միացյալ Նահանգներու արևելյան շրջանեն ընկերուհիներ Անժել Մանուկյան եւ Շակե Բասմաջյան մեծ ավանդ ունին գազագերբության մեջ։ Մանուկյան ավելի քան 50 տարիներու վաստակ ունի գազագերբական, վարչական եւ դարբեր բնակավարներու մեջ։ Անմղիչ ուժեղ դարձած է նվիրահավաքներու Հայաստանի երկրաշարժին աղետյալներուն օժանդակելու համար, ինչպես նաև իր կարևոր ներդրումը կատարած է Արցախի Սոսե մանկապարտեզի հիմնովին նորոգության ծրագրի մեջ։ Իր գարկին ընկերուհի Շակե Բասմաջյան մեծ աշխատանք կատարած է Հոմի ծրագրերուն համար նվիրահավաքներու գաբակցաբար։ Անոր հիմնական ներդրումը կգայանա Հոմի նավաբդույթներու գազմագերբման մեջ։ Գերբնական վարչությունը նաև հանդիպում ունեցավ Արցախի թեմի առաջնորդ Վրտանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ Եվ ինը նշել, որ հոմականները նաև այցելեցին Երապլուր, ուր դեղի ունեցավ հոգյանքսյան բաշտոն ննջեցյալ հոմականներու հոգիներուն համար։ Հոմականները ապա այցելեցին նահատակ հերոսներու շիրիմները եւ հարկանքի դուրք մատուցեցին հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս նահատակներուն։ Հայօգնության միության հիմնադրության 115-ամյակի ողջույնը Երևանի մեջ վերահաստատեց գազագերբության մարտահրավերական եւ ազգային առաքելության շարունակության հրամայականը։ Իսկ այժմ հարցազրույցը պիտի ունենանք Հոմի գետնական վարչության փոխադենապետուհի Թալին Դաղլյանի հետ։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Գրնակ ներկայացնել Հոմի 115-ամյակի հոպելենական նախաձեռնությունները, որոնք տեղի ունեցան Երևանի մեջ։ Նախ կուզեմ շնորհակալություն հայտնել հայրենիքի մեդիային, որ ինձ դվին այս առիթը, եւ մենք ունեցանք Հայօգնության միության 115-ամյակի դոնագադարությունը մեր հայրենիքեն ներս ուր ունեցանք հոմուհիներ, որ ներկայացան աշխարհի 4 ծագերեն Ավստրալիա, Քուեյթ, Լիբանան, Սուրիայեն մոտավորապես 180 ընկերուհիներ մասնակցեցան։ Մեր առաջին նախաձեռնությունը ունեցանք մեր հիմնադիրի Ագնունի Եդվարդ Մալումյանի գիսանտրի բացումը Հայօգնության միության գրասենյակեն ներս, ուր 200-ն ավելի հյուրեր ներկայային, ատկե վերջ ունեցանք կարևորագույն մեր ծրագրերու այցելությունները Ախուրյանի շրջանեն, ինչպես մոր եւ մանկան ծննդարանը, Հեքիաթի մանկապարտեզը եւ հույսերու օջախը։
Ատկե ետքը ունեցանք այցելություններ մեր քույր գազագերբություններու միություններու հետ, ունեցանք այցելություններ մեր հոգևոր առաջնորդներու հետ եւ այցելեցինք հոմի մասնաճյուղերը նմանապես վերջացուցինք 3 գիշեր մեր ուսանողներուն դալով մեր դպրոցական ուսումնական նպաստները եւ իրենց նվիրումները Ներկայիս ինչպիսի ծրագրեր գիրականացվին հայ օգնության միության կողմէ աջակցելու համար Արցախեն տեղահանված արցախահայ ընտանիքներուն, որոնք Հայաստան ապաստանած են։ Մենք ունենք բավական ծրագիրներ արցախահայության, անշուշտ հոմի ընտանիքը ամենաառաջ հասավ արցախահայության 23-ին սեպտեմբերին, երբ որ ունեցանք ցավալի վիճակը եւ հիմա կշարունակենք։ Մենք սկիզբը օգնեցինք նյութական սնունդի օգնությամբ, ատկե վերջը սկսանք ամենամեծ ծրագիրը, որն էր հույսերու օջախը Շիրազի մարզին եւ հոն ունեցանք հիմա վերջացած ենք 10 դուներ, ունենք 10 ընտանիքներ, անոր բացումը կատարեցինք Բենյամին քյուղի մեջը եւ աս հույսերու օջախի դուները, բնակարանները մենք նվիրած ենք արցախահայության ընտանիքներուն եւ մեր հիմնադիր մեր բարերարները բոլորը եւ միավորները մասնաճյուղերը շրջանները նվիրեցին $50,000 ամեն մեկ բնակարանին, որ գարենանք բահել մեր արցախահայությունը մեր հայրենիքեն ներս։ Անշուշտ ունենք դարբեր ծրագիրներ, ինչպես որ ունենք զինվորի հերոսներու մանուկներու հովանավորում $330 հովանավորները կհովանավորեն մեկ զավակ մինչև 18 տարեկան, ատկե եթե երիտասարդը երեխան կփապակի դպրոցը շարունակել, գրնա մեր հովանավորը շարունակել իր նվիրումը, իր նվիրատվությունը դալ եւ 4 տարի գրնան վարժարանի երթալ մեր նվիրատվությամբ 1992-ին իվեր մենք ունեցած ենք մոտավորապես 9,000 երեխայի երաշխավորում աս ծրագրին։ Ինչ է ծեր բարդկամը հայ օգնության աբակային եւ գազագերբության առաքելության շարունակության մասին։ Իմ պատկամս հայ օգնության միության բոլոր մեր ինգերուհիներուն, որ ունին 26 երկրներու մեջ մոտավորապես 12,000 ինգերուհիներ, որ այս գեղեցիկ ցերնարգին 115-ամյակի տոնակատարությամբ բոլորս նորոգենք մեր ուխտերը եւ շարունակենք մեր առաքելությունը մեր սուրբ եւ հզոր գազագերբության համար։ Մենք հոմուհիներս ճահագիրներն ենք մեր աբակա սերունդին եւ հայ ժողովրդին գուզեմ պատկամս դալ, որ հավատակ եւ վստահիկ հայ օգնության միության ծառայության եւ շարունակեք մեզի վստահիլ, որ մենք կարենանք մեր առաքելությունը շարունակել հաջորդ 115 տարիները։ Շնորհակալություն, շնորհավոր 115-ամյակը հայ օգնության միություն։ Շնորհակալություն ցեզի։ Հարգելի ագնտիրներ, մեր զրուցակիցներ հայ օգնության միության գերբնական վարչության անդամ Փոխ Ադենաբեդուի Տալին Դաղլյանը։ Իսկ մենք հարաճիգա շաբաթ կհանդիպենք նոր լրատվությամբ։ Ցտեսություն։